Դե ինչ վերադարձան գովազդից եւ ահա այսօր մեր տաղավարում մեր առաջին հյուրերն են։ Քարտեզագրելով Հայաստանի ապագան Երևանի պետական համալսարանում ահա այսպիսի ծրագրով որոշել են նպաստել Սյունիքի մարզի կայուն զարգացմանը։ Կստեղծվեն մարզի թվային քարտեզը, համայնքների տվյալների բազան, կհստակեցվեն մարզի տնտեսաշխարհագրական հնարավորությունները, այլ հետաքրքիր մանրամասները կպատմեն մեր հյուրերը։ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի սերվիս ամբիոնի դասախոս ֆակուլտետի PR պատասխանատու Իրինա Սահակյանը եւ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի կայուն զարգացման կենտրոնի ծրագրերի համակարգող GeoMap.com քարտեզագրելով Հայաստանի ապագան ծրագրի պատասխանատու Պապին Մուրադյանը։ Բարի առավոտ։ Բարև ձեզ, բարի լույս։ Առաջին անգամ որ լսում ենք կամ ընթերցում ենք, մի քիչ անհասկանալի է թե ինչի մասին է խոսքը։ Թե մեզ թե հեռուստադիտողին կխնդրեմ բացենք փակագծեր եւ հասկանանք թե ինչի մասին է խոսքը, սա ինչ նախաձեռնություն է։ Ինչ է կանելու ավելի կոնկրետ։ Նախաձեռնությունը երկու բաղադրիչ ունի։ Առաջինը միջմասնագիտական կապի փոխառնչությունը մեր ֆակուլտետում գործում են 4 մասնագիտություններ՝ աշխարհագրություն, երկրաբանություն, կադաստր եւ քարտեզագրություն եւ սերվիս մասնագիտությունները։ Սա առաջի բաղադրիչը։ Երկրորդ բաղադրիչը դպրոց բուհ գործադու կապի ամրապնդումն է։ Մենք ունենք մի շարք գործընկերներ, որի շնորհիվ ֆակուլտետը շատ ակտիվ գործում է, դրանցից մեկի մեր լավագույն գործընկերոջ Կապանի լեռնարստասման կոմբինատի հետ իրականացնում ենք այս ծրագիրը։ Ստասում ենք դպրոցները Սյունիքի մարզի դպրոցներն են, բուհը Երևանի պետական համալսարանի աշխարհագրության երկրաբանության ֆակուլտետն է, իսկ գործատուն Կապանի լեռնարստասման կոմբինատն է։ Այսպիսով 4 օրերի ընթացքում Կապանում Սյունիքի մարզի 30 աշակերտներ մեր դասախոսների եւ ուսանողների ներգրավվածությամբ իրականացնելու են հետեւյալ ծրագիրը։ Աշխարհագետ դասախոսը ներկայացնելու է մարզի աշխարհագրական տեղանքները, գետերը, լճերը, բնությունը, անտառները եւ այլն, երկրաբանը երկրաբանական հուշարձանները, օգտակար հանածոները, քարտեզագրության կադաստրի մասնագետը դասախոսը ներկայացնելու թե ինչպես կարելի այս երկու մասնագետների ներկայացածը քարտեզի վրա տեղաբաշխել եւ սերվիսի մասնագետը Տիկին Սահակյանը գծելու է զբոսաշրջային երթուղի ու այս ամեն աշակերտների ուսանողների մասնակցությամբ դառնալու է մեկ ամբողջական քարտեզ եւ լավագույնով հաջորդ օրը մենք մեկնելու ենք արդեն երթուղի որպես զբոսաշրջան երթուղի։ Այ ամփոփ կարծես թե սա է մեր նախաձեռնությունը։ Հրաշալի, հասկացանք թե ինչի մասին է։ Եկեք հասկանանք երբ, ում կողմից եւ որն ամենակարևորը ինչու ծագեց այս գաղափարը։ Ֆակուլտետը իդեմս դեկանի իրականում կարևորում են ինչպես տեսական գիտելիքների ստանալը ֆակուլտետում, այնպես էլ այդ գործընկերային հարաբերություններն ենք կարևորում եւ Կապանի լեռնահարստասման կոմբինատի հետ մեկտեղ միտք առաջացավ, որ պետք է ավելի ակտիվացնել երիտասարդներին եւ նաեւ ֆակուլտետի մասին ինֆորմացիա փոխանցել եւ իրականում այն պրոդուկտը, որը ստեղծվելու է, դա ռեալ պրոդուկտ է լինելու, որը հետագայում կարելի է նաեւ սպառել։ Սա շատ կարևոր է եւ մենք սա ոչ առաջի մեր համագործակցությունն է մեր գործընկերների հետ, նախորդիվ ունեցել ենք ֆակուլտետում արդեն GeoLab միջավայրի բացումը, իրենց շնորհիվ մենք ունենք հիանալի վերանորոգված միջավայր, որտեղ մեր ուսանողները կարող են սովորել։ Եվ սա արդեն երկրորդ ծրագիրն է, որը համատեղ իրականացնում ենք։ Մեր գործընկերները շատ պատրաստակամ են եւ մենք նույնպես պատրաստակամ ենք երիտասարդներին, այսպես հա, փոխանցելու այդ գիտելիքները, ծրագրեր իրականացնել եւ առաջ շարժվել։ Իրականում Հայաստանը ինձ համար գուցե սուբյեկտիվ լինի, աշխարհի գեղեցկագույն վայրերից մեկն է, վստահ եմ կիսում եք իմ տեսակետը։ Սուբյեկտիվ չէ իրականում։ Բայց երբեմն մենք թերանում ենք զբոսաշրջային PR-ի տեսանկյունից, այսինքն անգամ Հայաստանի ներսում երբեմն լինում են բաներ, որ անգամ ես եմ զարմանում, ասում ոնց այդպիսի բան կար, այ PR-ի տեսանկյունից ինչ պետք է արվի, կոնկրետ եթե
խոսենք այս ծրագրի մասին, կոնկրետ եթե խոսենք Սյունիքի մասին։ Իրականում այս ծրագիրը յուրօրինակ է, քանի որ առաջի հայացքից անհամատեղելի 4 ուղղություններ, հա, քարտեզագրություն, երկրաբանություն, աշխարհագրություն եւ սերվիս ծառայությունների ոլորտ, մենք փորձել ենք համատեղել եւ ցույց տալ, որ այո, օրինակ նույն զբոսաշրջությունը առանց երկրաբանության, առանց քարտեզագրության, առանց աշխարհագրության թերի կլինի եւ այսպես մենք համատեղել ենք մեր 4 մասնագիտությունները եւ PR-ի տեսանկյունից ինձ թվում է ավելի շատ պետք է կենտրոնանալ հենց ներքին զբոսաշրջային ռեսուրսների վրա եւ իհարկե բարձրաձայնել դրանց մասին տարբեր մեթոդներով, այսօր քայլերը արվում են բլոգերների միջոցով, հեռուստատեսության միջոցով եւ ինչի՞ չէ նաեւ մեր ուսանողների միջոցով, որոնք սովորում են մեր ֆակուլտետում։ Այն շատ հետաքրքիր է, ինչու հենց Սյունիքի մարզը, արդյոք Սյունիքի մարզն էր ամենաշատ պահանջը այս ծրագրի ի տարբերություն մյուս մարզերի, ինչու հենց Սյունիքը որոշվեց։ Գիտեք, Սյունիքի հետ մեր համագործակցությունը արդեն ինչպես Տիկին Սահակյանը նշեց, տարիներ շարունակ սկիզբ է առել եւ մեկ նախաձեռնություն, որ հաջողությամբ ավարտեցինք ամիսներ առաջ, Պատանի երկրաբանի դպրոցներ, նույն Կապանի լեռնահաստատման կոմբինատի հետ մենք համատեղ ենք իրականացնում եւ 7 հոգի 11 հոգի Սյունիքի մարզից էին աշակերտներ, 20 հոգի Երևանից էին եւ 2 ամիս տևած այս Պատանի երկրաբանի դպրոցը հրաշալի մասնագիտական կողմնորոշում էր։ Ու այս ծրագրի շրջանակներին մենք ունենք 2 երթուղի, ոչ միայն տեսական դասեր լսարանում մեր դասախոսները դասավանդում էին կամ Սյունիքից առցանց միանում էին մեզ, այլ նաեւ 2 երթուղի ունենք։ Մեկը հրեշտակների ձորն էր, մյուսը Քարերի սիմֆոնիա, Գառնի, ու այստեղից գաղափար առաջացավ, որ շատ կարելի է աշակերտներին տանել դեպի բնությունը։ Առաջին նախապայմանը, որ Սյունյաց աշխարհի մեր գործընկերները շատ պատրաստական են մեր հետ համագործակցելու, եւ երկրորդը հենց ձեր նշած մեր հրաշալի բնաշխարհներից մեկը Սյունիքում է գտնվում եւ որոշեցինք առաջինը հենց աշակերտներին, այ ասում եք, ինչպես զարգացնել PR, ինչպես անել զբոսաշրջության, հենց երեխան աշակերտը դպրոցական հասակից պետք է տեսնի, թե ինչ կա ոչ միայն դուք մենք Երևանում, այլ նաեւ սյունեցիները հենց իրանց շուրջ բոլորի գտնվող հուշարձաններին անտեղյակ են, հենց սա հնարավորություն կտա նրանց տեղեկանալու, թե ինչ կա իրենց ճգնավ Սյունիքում։ Դե հետո չմոռանանք, որ Գինեսի ռեկորդների գրքում է գրանցված Տաթևի թևեր ճոպանուղին, որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղին։ Սա եւս հետաքրքիր փաստ է եւ անպայման առաջարկում հեռուստադիտողներից նրանք, ովքեր չեն գնացել, անպայման գնան եւ վայելեն այդ ամեն ինչը։ Հետագայում առաջ աստված հաջողի այս ծրագիրը որ մարզն եք դիտարկում։ Կան արդեն մտքեր այդպիսի։ Ավելի քան վստահ ենք, որ կհաջողենք, որտեղ նախորդ բոլոր ծրագրերը հաջողությամբ են ավարտվել։ Մարզը դեռ չենք դիտարկել, այսպես, բայց ինձ թվում է, որ բոլոր մարզերն էլ ապագայում երևի թե կներառվեն, այս պահին դեռ հստակ ինչ որ չունենք, այսպես, հա, ուղղություն, որը կդիտարկենք։ Ինչպես նշեցինք, մեր 4 մասնագիտությունների գծով տարբեր գործընկերների հետ ենք համագործակցում, եթե զբոսաշրջությունը դիտենք, օրինակ զբոսաշրջության կոմիտեի հետ, կարող է հաջորդը այս ռակուրսով մեկ այլ մարզի հետ լինի, կամ մեկ այլ մարզի հանքարդյունաբերողի հետ լինի, աշխարհագրության, երկրաբանության, այսինքն կապված է այդ առաջարկ պահանջարկից ելնելով, կապված է մարզի աշակերտներ, հաճախ են արցելում տարբեր մարզերից աշակերտներ եւ այդտեղից առաջանում է գաղափար եւ գաղափարը վերածվում է ծրագրի իրականություն է դառնում։ Այսինքն առաջիկա տարում որտեղ կձևավորվի այդ միտքը, այդտեղ էլ կիրականացնի ծրագիրը։ Հրաշալի, իսկ ծրագրի ընթացքում ստեղծվող այդ թվային քարտեզը, որ ասացիք, որտեղ է ի վերջո կիրառվելու։ Վերջում մենք ստանալու ենք ռեալ տուրիստական քարտեզ, այսինքն քարտեզագրվելու է տարածքը եւ այստեղ մի շատ կարեւոր հանգամանք ուզում եմ նշել, որ այս ծրագրով մենք նաեւ ուզում ենք ցույց տանք, որ հանքարդյունաբերությունը նաեւ կարող է լինել զբոսաշրջության մի մաս եւ այսօր ամբողջ աշխարհում հայտնի է եւ այսպես կիրառելի է այդ մեթոդը, երբ խմբերը զբոսաշրջային այցելում են հենց հանքարդյունաբերական օբյեկտներ եւ այն քարտեզը, որը կստեղծվի, ինքը լինելու է տուրիստական փաթեթի տեսքով, որը եթե կարողանանք ճիշտ եւ գրագետ որակի ունենանք, նույնիսկ ապագայում միտք կա տրամադրելու հենց զբոսաշրջության կոմիտե։
Հանքարդյունաբերությունից խոսեցինք, շատ կարևոր է որ հանքարդյունաբերությունը լինի սոցիալապես պատասխանատու եւ Իհարկե, այստեղ չվնասի բնաշխարհին։ այո, հենց կայուն զարգացման գաղափարն է հիմքում դրված, երբ որ այո, հանքարդյունաբերությունը ոչ ինչ որ չափով, հա, մենք հասկանում ենք, որ կան որոշակի ռիսկեր, բայց այդ ռիսկերը հենց կայուն զարգացման գաղափարի շնորհիվ մեղմվում են շատ։ Եվ քարտեզի հետ կապված էր հարցին ցանկանամ հավելել Տիկին Սահակյանի ասած խոսքին, զբոշ այո, գրագետ կազմելուց հետո զբոսաշրջության կոմիտեին կամ տուրիստական այլ կազմակերպությունների մենք փորձենք տրամադրել, բայց նաև մարզի դպրոցներին ենք ցանկանում այս փաթեթը տրամադրել, որտեղ դպրոցներում նախագծային աշխատանքներ են կատարում եւ աշակերտների ուսուցիչները հաճախ նյութի խնդիր են ունենում։ Իսկ այս փաթեթը նրանց հնարավորություն կտա իրենց մարզի մասին ամբողջական տեղեկատվությունը նաեւ կրթության մեջ կիրառելու համար։ Առաջի հասկից թվում է մեր ծրագիրը մի քիչ շատ լոկալ է, բայց ինքը գլոբալ առումով եւ հանքարդյունաբերության ռազմավարության հիմքում է դրված, որ կրթությունը եւ հանքարդյունաբերությունը պետք է փոխգործակցված աշխատեն եւ կրթության մասին ռազմավարությունը բու գործատու դպրոց գործակցությունը։ Եվ այս մեր փոքրիկ մոդելը կարծում եմ բոլոր շահեկիցների համար ճիշտ գրագետ եւ մեր նախորդ փորձը հաշվի առնելով իրականացնելու դեպքում կարա շատ օգտակար լինի շատ շահառուների համար։ Իսկ արձագանքները աշակերտների, ուսանողների կողմից ինչպիսին էր այդ ողջևորությունը։ Շատ մեծ է։ Իրականում 80-ից ավել կներեք, Իսահակյան, 80-ից ավել գրանցվել են, մենք 30-ը պետք է ընտրեինք, Կապանի լեռնարստասման կոմբինատի մեր գործընկերների հետ առցանց անցկացրել ենք հարցազրույց եւ շատ խիստ կրիտերիաներով, լսելով աշակերտներին, մեր գնահատականներով, որտեղ նրանք աշակերտներ են, առաջի հիասթափությունը չպետք է ունենան ծրագրից դուրս մնալ եւ այլ, փորձել ենք 30 լավագույնը ընտրել եւ այլ փուլերում նրանց մտածում ենք եւս ներգրավվածություն ապահովել, մեծ է ողջևորությունը թե աշակերտների կողմից, թե ուսուցիչների, թե մարզի կրթության վարչության կողմից շատ ողջևորված սպասում են ու այդ նախապատրաստական ընթացքում գրեթե արդեն այդ 30 երեխաները դարել են մեր մնացած ոնց որ ամենօրյա ու նաեւ մենք հուշում ենք, որ Պատանի Երկրաբանի դպրոցը սեպտեմբերից եւս գործելու է, այսինքն այն 50 ովքեր չեն ընդգրկվել կամ այլ ցանկություններ ունեն, իրենք կարող են դիմել եւ Պատանի Երկրաբանի դպրոցին մասնակցել 2 ամիս սահմանված գրաֆիկով եւ ստանալ Պատանի Երկրաբանի որակավորման վկայական։ Այ հենց դա ուզում հարցնել, որովհետև ոնց հասկացա իմ արդեն ուշ է սեպտեմբերին նոր հնարավորություն կլինի, վստահ եմ մեր հեռուստադիտողների մեջ կլինեն մարդիկ, ովքեր աշակերտներ, ովքեր կցանկանան դիմել, ինչպես դիմեն։ Նշեցիք, որ սեպտեմբերին պետք է դիմեն, բայց ինչպես դիմեն։ Մենք օգոստոսին հայտարարություն, ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս օգոստոսին հայտարարությունը տարածում ենք, ներկայացնում ենք ինչի մասն է մեր PR խմբի երեխաների Տիկին Սահակյանի գլխավորությամբ կազմում են այդպես վիդեոռոլիկներ, նախկինի փորձը դե արդեն ամեն շաբաթվա այդ կարճ ռոլիկների եթեր են գնալու, մի խոսքով տեղեկացնում են, կա այսպիսի ձևաթուղթը լրացնում են 100 բառի շրջանակներում ներկայացնում են մոտիվացիոն նամակ ասվածը, այնուհետև մենք ընտրություն ենք, այնպես էլ չէ անսահմանափակ է, մտածում ենք էլի 30-35 երեխայի շրջանակներում Կապանցի սյունեցի երեխաները Կապանի լեռնարստասման կոմբինատի ուսումնական կենտրոնից են առցանց միանում, Երևանի երեխաները գալիս են ֆակուլտետ Geolab մեր կենտրոնից ամեն ուրբաթ դաս են։ Այսինքն հայտարարությունները տարածում են Facebook-ով, Instagram-ով տարբեր մեթոդներով այս եթերից մի հատված էլ կգտնենք այդ ռոլիկի մեջ կներառենք, որ նախապես ասել ենք եւ հարցաթերթը կլրացնելով կմասնակցեն հարցազրույցին։ Հրաշալի։ Շատ լավ, այստեղ նաև մասնագիտությունների փոխ համագործակցություն է լինում, որովհետև շատ կարևոր է սերվիսը, երբեմն կարող է մարդկանց թվալ, որ սերվիսը դե ուղղակի սպասարկման ոլորտ է եւ այլն, ոչ, դա շատ ծանր եւ շատ պատասխանատու աշխատանք է։ Մի քիչ կուզեմ նաև այդ թեմայից խոսենք։ Այս վերջին շրջանում որքան է փոխվել սպասարկման ոլորտի սերվիսի հետ կապված վերաբերմունքը։ Իրականում ես ուզում եի լրացում անել եւ այս ծրագրի կազմակերպչական, PR աշխատանքները, մենթորային աշխատանքները, կամավորական աշխատանքները իրականում կատարում են հենց մեր ամբիոնի ուսանողները, ակտիվ ուսանողներ ունենք, որոնք արդեն իսկ ուսանողական տարիներից հնարավորություն են ունենում գործունեություն ծավալել։
Եվ սա իրենց համար նաև այսպես փորձ է դառնում ոլորտում եւ շատերը օրինակ կողմնորոշված են այսօր արդեն հենց այս ծրագրերի շնորհիվ թե ծառայությունների որ ուղղությունն է իրենց համար ավելի հոգեհարազատ եւ ապագայում ուրեն գնալու ծառայությունների ոլորտը ես այսպես փոքր անհամեստ լինեմ, բայց հենց մեր ֆակուլտետի շնորհիվ շատ առաջխաղացում է ապրել եւ թե մասնագիտությանն են այսօր արդեն բավականին լուրջ վերաբերվում, եթե համեմատենք նախորդ տարիների հետ եւ որակ ծառայությունների մենք բոլորս էլ երևի թե օգտվող ենք այդ ծառայություններից եւ ամենակարևորը մենք հասանելի դարձրեցինք հանրությանը, որ սերվիսը դա միայն զբոսաշրջություն չէ, սերվիսի մասնագետները անհրաժեշտ են բոլոր ոլորտներում, սկսած բանկային համակարգից վերջացրած առողջապահական համակարգով եւ ընդհանուր առմամբ կարող եմ գնահատել բավականին շատ է փոփոխվել ոլորտը եւ բավականին հաջողություններ գրանցվում են։ Այ խոսեցիք մասնագիտություններից, որոնք են այսօր ամենապահանջված մասնագիտությունները աշխարհագրության եւ երկրաբանության ոլորտում։ Սերվիսը։ Իրականում Երևանի Հաս, պետական համալսարանում, այո, մենք նախորդ տարի ունեցել ենք 75 տեղ կարծես թե եւ ունեցել ենք 160-ից ավել դիմորդներ, այսինքն բավականին բարձր մրցունակություն ունեցող մասնագիտացում է, բայց նաեւ շատ ուզում եմ նշել երկրաբանության հատվածը մենք այս տարի ունեինք 15 տեղ եւ բոլոր 15 տեղերը ունենք ընդունելություն եւ ունենք ուսանողներ։ Ինչի եմ սա հատուկ նշում, որտեղ նախորդ տարիներին մենք մի փոքր խնդիր ունեինք ընդունելության հետ կապված եւ սա հենց PR-ի խնդիրն էր, այսինքն շատ-շատերը չէին հասկանում, չէին ընկալում երկրաբանությունը ինչի մասին է, հա, ինչ կարող են աշխատել ու հենց մեր գործընկերների շնորհիվ նաեւ հասանելի դարավ նաեւ այդ ինֆորմացիան, ինչը իրենից ներկայացնում երկրաբանությունը որպես մասնագիտություն։ Դե նաեւ որոշակի առավելություններ կան, որոնք պետությունը տրամադրում է, չէ՞, այսինքն բնագիտական ուղղությունների մասին է խոսք, այնտեղ կրթաթոշակ կա, տարկետման հնարավորություն կա։ Երկրաբանության մասով ձեր նշած այդ բաները դեռևս չկա, բայց շատ լավ հաս բարձրացրեցիք։ Այո, երիցի։ Այո, շատ կարևոր է եւ կարծում եմ առաջիկայում գուցե դիտարկվի հենց ձեր ասածը, իսկ դա մեծ մոտիվացիա է եւ եթե դիտվի այդ STEM մասնագիտությունների շարքում, բնականաբար դիմորդները ավելի շատ կլինեն եւ ավելի շատ որակյալ մասնագետներ կունենան։ Իսկ մենք հուսով ենք, որ այս հրաշալի նախաձեռնությունը նաև իր սահմանները կընդլայնի եւ կանցնի մյուս մարզերին նույնպես եւ Հայաստանում չի լինի մարզ, ով չի ունենա այս հրաշալի նախագծի արդյունքները։ Դե ինչ, շնորհակալություն, որ այս առավոտ մեզ հետ սկսեցիք։ Իսկ հիմա ցելի հեռուստադիտողներին չենք անում զառա։ Հիմա եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք, հիշեցնենք, որ մեր հյուրերն են Երևանի Պետական Համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի սերվիս ամբիոնի դասախոս, ֆակուլտետի PR պատասխանատու Իրինա Սահակյանը եւ Երևանի Պետական Համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի կայուն զարգացման կենտրոնի ծրագրերի համակարգող GeoMap Cap քարտեզագրելով Հայաստանի ապագան ծրագրի պատասխանատու Պապին Մուրադյանը։ Իսկ մենք շարժվում ենք առաջ եւ լսում ենք երաժշտություն Շանթի եթերում։ Գնացինք։